Դեռևս 22 թվականին կառավարությունը մի կարևոր որոշում է ընդունել, որով խոշոր անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում տվել է աջակցությունը եղել է հետևյալ տրամաբանությամբ. եթե սահմանամերձ հատվածում է մինիմում պետք է 500 միլիոն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում 1 միլիարդ դրամ եւ ավել, եւ կապիտալ ծախսերի 70 կապիտալ ծախսերի ներողություն 40%-ի չափով վերադարձ է կատարվել, իսկ կապիտալ ծախսերը շատ մեծ մասն են կազմում ընդհանուր նման process-ներում, ուրեմն նման համալիրներ կառուցելու։ Եվ մենք ունենք այստեղ ընթացքում ի հայտ են եկել ինչպես հաջողության պատմություն, այնպես էլ նաև խնդիրներ, եւ մենք հիմա այդ խնդիրներն ենք փորձում լուծել, նաև ժամանակ տալով, բայց ես ուզում եմ օրինակ հաջողության պատմության մասին պատմել։ Մենք ունենք մեկ պրոյեկտ, որը ամբողջությամբ այս պահին իրականացվել է, 11.7 միլիարդ դրամ ներդրում է իրականացվել եւ այս պահի դրությամբ 2.3 միլիարդ դրամ մենք իրենց աջակցություն ենք տվել, բայց իրենք այս պրոյեկտում արդեն այս պահի դրությամբ 2.4 միլիարդ դրամի հարկ են վճարել։ Այսինքն, եթե նայենք պետության տվածի եւ ստացածի հարաբերակցությունը արդեն իսկ դրական է, ել չասած, որ իհարկե մենք դեռ մի փոքր գումար էլ կա որ կտանք, բայց դրա դիմաց մենք ունենալու ենք մի բիզնես, որը տալու է հարկեր եւ զարգանալու է, աշխատատեղեր է ապահովելու, մեր երկրի պարենային անվտանգությունն է ապահովելու եւ այսպես շարունակ։ Բացի այս ներդրումային ծրագրից եւս 4 ներդրումային ծրագրեր, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, բավականին շատ աշխատանք են իրականացրել, մասնավորապես Սպիտակի թռչնաֆաբրիկա, Արաքս թռչնաֆաբրիկան, Իջևանյան բեկոնը եւ տավարաբուծության մեկ ուրեմն ծրագիր եւս, որոնք 15.2 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալ ունեն, բայց ժամանակի հետ կապված որոշակի խնդիր է եղել, շատ կոնկրետ, օրինակ շմագի հետ կապված իրենք պլանավորել են X ժամկետում, բայց այդ ժամկետում օրինակ չեն կարողացել ստանալ եւ ստացվել է, որ իրենք ժամկետից դուրս են մնացել եւ այս ներդրումային պրոյեկտների համար մենք առաջարկում ենք եւս 1.5 տարով երկարաձգում եւ ուղղակի մենք վստահ ենք, որ դրանք կիրականանան, որովհետեւ շատ մեծ ներդրումներ արդեն իսկ արված են ներդրողների կողմից։ Բացի այդ, մենք նաև երբ որ նախորդ տարվա հաշվետվությունն էինք ներկայացնում կառավարության ղեկավարին, փոխվարչապետերին, նաև այսպիսի դիտարկում հնչեց հանրապետության վարչապետի կողմից, որ պետք է ըստ էության ծավալները մեծացնել, այսինքն եթե կա խոշոր ներդրումային ծրագրեր, չպետք է դրանք մենք վերևի սահմանները փակենք, սահմանափակումներ իրականացնենք եւ այս առումով մենք հաջորդիվ մեկ այլ ծրագիր կգանք, բայց այստեղ էլ ենք այդ դիտարկումը ըստ էության հաշվի առել եւ մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան այս ծրագրով ուրեմն մասնակցեն, իսկ արդեն մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օրինակ խելացի անասնական ունել 1000 եւ ավել գլխի համար, դա արդեն 27 թվականի ուրեմն հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը մոտակա ժամանակներում կբերեն կամ ավելի շուտ, եթե իհարկե ֆինանսական հնարավորությունները թույլ տան, եւ սա է ընդհանուր նախաձեռնությունը, պարոն վարչապետ, սրանով նվազագույնը 4 խոշոր անասնաբուծական համալիր եւս կունենանք, հույս ունենք նաեւ նոր հայտեր էլ կլինեն եւ նաեւ արդեն իսկ տեղեկացրել ենք գործարար համայնքին, կա նաեւ մեծ հետաքրքրություն շատ խոշոր, օրինակ մի գործարար կա, որ ինքը եթե ընդունենք 800 գլուխ եւ ավել խելացի անասնագոմի համար սպասում է, այսինքն նախագծին, եթե կարողանանք ավելի շուտ ժամկետով ընդունել, բայց դա այդ նախադրան չի վերաբերում, ես ուղղակի մեր ընդհանուր մտադրությունների մասին այս մասով ցանկացա կիսվել։ Պարոն Պապայան, հիմա այս որոշման էությունը ի՞նչ է։ Մենք նախկին որոշումը կայացրել ենք ժամկետով, ներդրումները արվել են իրականում գետնի վրա, մենք համոզված ենք, որ այդ ներդրումներն արվել են եւ մենք համոզված ենք, որ լավ պատկերացում ունենք կատարված ներդրումների չափերի վերաբերյալ եւ մենք հիմա պարզապես որ այդ ներդրումները ինչ որ ձգձգումների պատճառով չզրկվեն աջակցությունից, ժամկետը երկարացնում ենք։ Պարոն վարչապետ, ներդրումները ամբողջ ծավալով դեռ չեն արվել,
Այսինքն երբ որ մենք տանք եւս լրացուցիչ 1.5 տարի, կշարունակվեն ներդրումները եւ կարվեն ամբողջական 15.2-ը։ Դեռ մոնիտորինգ չեն կարել, բայց մենք հողի վրա տեսել ենք, որ ահագին բան արված է, իսկ ինչու է ամբողջական չի արվել, օրինակ ինչու չկա պատրաստի ենթադրենք պրոյեկտ, որտեղ պայմանական ներդրվել է 7 միլիարդ դրամ կամ 5 միլիարդ դրամ, որովհետև ենթադրենք նույն շմագը իրենք պլանավորել էին ստանալ պայմանական 6 ամսում, ստացել են շատ ավելի ուշ, տարբեր պատճառներով, ինչ որ գիտելիքներ իրենք չեն ունեցել, ինչ որ հարցեր է ընթացքում առաջացել պետական մարմնի հետ եւ այլն, եւ սրա արդյունքում օրինակ ոչ թե 7-ն է ներդրվել այս պահին, արդեն օրինակ 3-ը, հա։ Եվ սա բերել է նրան, որ մենք ինչ ենք համոզված ենք, որ այդ ներդրումներն արվել են։ Պարոն վարչապետ, իրականում 11 ներդրումային պրոյեկտ կա այս կամ այն չափով արված կամ չարված։ Այս 4-ը, այդպես ասած, այդ գիծ այնքան են անցել, որ ես վստահ եմ ուղղակի կանեն։ Հիմա օրինակ մենք կատարված ծախսերը տեսնում ենք բանկային համակարգով, անկանխիկով եւ այլն։ Միանշանակ, այս որովհետեւ ասենք ենթադրենք դա շատ կարևոր է, որ հետագծելիություն ունի։ Հիմա որևէ մեկը ասում է ես 3 միլիարդ ներդրում եմ արել, մենք առնվազն 2 միլիարդ 999 միլիոնը տեսնում ենք, որ բանկային համակարգով անկանխիկ շրջանառությամբ ստեղ էսա գնացել, էսա ձեռք բերվել, այդ ապրանք եւ այսինքն հետագծելիությունը ապահովում ենք։ Պարոն վարչապետ, այս ծրագրի մոնիտորինգը, քանի որ խոշոր ներդրումային ծրագրի է, իրականացվում է Big 4-ի կողմից եւ մինչեւ բավականին թանկարժեք աուդիտ է, ինչեւ իրենք չեն տալիս մեզ այդ ամբողջ փաստաթղթեր հավաստումները, մենք ըստ էության առաջ չեն գնում։ Իհարկե այնտեղ ունենք նաեւ հետագայում որոշ ծրագրերի դեպքում մի քիչ լայնացրեցինք, որպեսզի այլ աուդիտորական ընկերություններ կարողանան մասնակցել։ Նկատի ունեմ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի եւ շատ վստահելի հավաստում է դրվում դրա տակ։ Եվ դա ոչ թե անում ենք մենք, այլ մենք այդ փաստաթուղթն ենք պահանջում, ստանում ենք եւ այդ փաստաթղթի հիման վրա փոխանցում անում ենք։